Քանզի մենք շարունակաբար կրում ենք Հիսուսի մահը մեր մարմինների մեջ, որպեսզի Քրիստոսի կյանքն էլ հայտնվի մեր մեջ։ Սիրելի հավատավոր քույրեր եւ եղբայրներ, սիրելի ուխտավորներ, Սուրբ Գրային այս խոսքը, որ ընթերցում ենք այսօրվա ընթերցման մեջ, մեզ հայտնում է մեր հավատքի այն կարևորագույն քարը, առանց որի մեր հոգևոր կյանքը չի կարող լինել լիարժեք, ամբողջական, առանց որի հնարավոր չէ հասկանալ Քրիստոսին։ Եվ մեր հավատքի մեջ կան հանգամանքներ, որոնք մեզ թվում են անհասկանալի, պարադոքսային, որոնք մեզ հուշում են այն խորհրդի մասին, որ այն ինչ որ մենք տեսնում ենք այս աշխարհում, այն ինչ որ մենք միայն զգում եւ շոշափում ենք, բավարար չէ գիտակցելու համար կյանքի մեծ խորհուրդը։ Եվ Պողոս առաքյալը պատգամում է մեզ ասելով, որ մենք որպես քրիստոնյաներ շարունակաբար ամեն օր մեր մարմինների մեջ կրում ենք Հիսուս Քրիստոսի մահ, որպեսզի մենք դրա միջոցով հաղորդակից լինենք Քրիստոսի կյանքին։ Եվ այդ մահվան եւ կյանքի խորհուրդը բնական է, որ այդքան էլ դյուրին չէ ըմբռնել, սակայն այն է, ինչ որ մարդուն հնարավորություն է տալիս իրական հոգևոր աճի։ Հիսուսը երբ որ կանչում է մեզ իր մոտ, երբ որ իր երկնային կանչը հնչում է մեր սրտում, դա ուղղակի խոսքեր չեն։ Դա հստակ կանչ է իր հետ մեռնելու, իր հետ խաչ բարձրանալու եւ իր հետ հարություն առնելու հավիտենական կյանքի համար։ Եվ երբ որ այդ կանչը հասնում է մեր ականջներին, մենք միշտ չէ որ ամբողջությամբ դա գիտակցում ենք։ Մենք փորձում ենք գտնել այլ ընտրանքային ճանապարհներ, ավելի դյուրին ճանապարհներ, որպեսզի հոգևոր միջոցներով հասնենք մեր ուզածի, մեր ցանկությունները եւ այդուհանդերձ չենք հասնում, այդուհանդերձ մենք այն չենք, ինչ որ պիտի լինեինք, մենք մեր տեղում չենք։ Եվ մեծի պահոց մեր ճամփորդությունը մեզ հնարավորություն է տալիս վերգտնելու մեզ, հնարավորություն է տալիս մեզ գիտակցելու, աճելու եւ վերջո հասկանալու կյանքը ավելի լայն հեռանկարով, հասկանալու կյանքը այնպիսին, ինչպիսին նա կա ոչ թե մեր աչքերում, այլ Աստծո աչքերում, սիրելիներս։ Այդ խոսքերը, որ Պողոս առաքյալը 2000 տարիներ առաջ մեզ պատգամել է, այդ մեծ խորհուրդը կյանքի եւ մահվան, դա ոչ միայն այդպես ասած պատմության մեջ հնչած խոսքեր են, այլ դա այն իրականությունը, որով ապրել են բոլոր քրիստոնյաները։ Դա այն իրականությունն է, որը փոխել է մարդկային կյանքի ուղեգիծը, նպատակները եւ ստեղծել է նոր հնարավորություն մարդկանց, որը Տերը ներկայացրեց որպես Աստծո արքայության գալուստ։ Եվ երբ որ մենք մուտք ենք գործում այդ խորհրդավոր իրականության մեջ, երբ որ մենք հաղորդակցում ենք այդ հոգևոր քաղցրությանը, Աստված մեզ կանչում է նաև ամեն անգամ դառնալու ավելի լավը, ամեն անգամ ինչ որ բան փոխելու մեր կյանքում։ Եվ դա շատ հաճախ լինում է ոչ այդքան դյուրին։ Մենք կարճում ենք մեր եղածից, մենք կարճում ենք մեր այն կուտակվածից, որը մենք անբարել ենք կյանքի ընթացքում եւ չենք ուզում հրաժարվել դրանից, որպեսզի ստանանք նորը։ Աստված մեզ ձեռ է մեկնում, իսկ մենք մեր բռունցքի մեջ պահում ենք այդ փոքրիկ նյութականը, այն փոքրիկ մեր պատկերացումները եւ վախենում ենք մեր բռունցքը բացել, որպեսզի Աստծո մեկնած ձեռքը մեզ օգնի վեր կենալ մեր ընկած վիճակից։ Եվ քրիստոնյայի կյանքը, սիրելիներս, դա փոքրիկ մահերի եւ հարությունների ընթացք է։ Եթե դու ուզում ես իրապես ճանաչել Քրիստոսին, եթե ուզում ես Տիրոջ հետ կիսել կյանքը, պիտի կիսես իր հետ մահը եւ խաչը։ Պիտի մահվան ենթարկես քո մեծամտությունը, քո հպարտությունը, քո կրքերը, ցանկությունները, քո մարդկային այն բոլոր խոչընդոտները, որոնք քեզ խանգարում են տեսնել ճշմարտությունը։ Պիտի մահվան մեջ մտնես եւ այնտեղ թողես սուտը, կեղծիքը,
վրեժխնդրությունը, չարությունը եւ ամբողջությամբ նորոգված ելն ես այդ իրավիճակից։ Դա այն ինչ որ մարդը ստանում է մկրտության ժամանակ, երբ որ թաղում եւ հարություն է առնում Քրիստոսի հետ, եւ դա այն է ինչ որ մեր հոգեվոր կյանքում Աստված մեզանից ակնկալում է։ Մեռնել այս աշխարհի կեղծ արժեհամակարգի համար եւ նորոգվել Աստվածային ճշմարտությամբ, կիսելու համար այն կյանքը, որով Քրիստոս բերեց եւ որով այսօր մեզ պատգամում է ասելով, որ ես եկա որպեսզի կյանք ունենաք եւ առավել եւս ունենաք։ Այդ առավել եւսը հենց այն է, ինչ որ մենք ստանում ենք, երբ որ ինչ որ բանից հրաժարվում ենք, ինչ որ բան նվիրագործում ենք, զոհաբերում ենք, վերջեվերջո ինչ որ մեր հին մարդու հին տեսակի համար մահանում ենք, թաղվում ենք, մոռանում ենք դրան։ Այն կեղծ ինքնության ձևը, որ մենք ստեղծել ենք, որ աշխարհը մեզ թելադրել է մեր մանկությունից ի վեր, թելադրել է ամեն օր մեր կեղծ ինքնությունը, որը չի համապատասխանում Աստվածային պատկերի, որը այլ է, որի արժեհամակարգը ուղղված է ոչ դեպի վեր, այլ դեպի վար, կամ դեպի մեր եսը եւ դրա մշտական պաշտամունքը։ Երբ որ Տերը մուտք է գործում մեր կյանք, Տերը խորտակում է այդ եսի գահը, որպեսզի ինքը բազմի այնտեղ։ Եվ դա է հոգևոր կյանքի իրականությունը։ Մենք չենք կարող երկու Տիրոջը ծառայել, մենք չենք կարող ուղղակի մեր հերթական ինչ-որ օրակարգի մեջ նաև ավելացնել մեր քրիստոնյա լինելը եւ շարունակել ապրել այնպես, ինչպես մենք ապրել ենք։ Դա այն կեղծ քրիստոնեությունը, որը եւս կա եւ շատ տարածված է, բայց այն չէ, ինչ որ մեզ պատգամել են Սուրբ առաքյալները եւ այն չէ, ինչ որ ապրել են մեր Սուրբ հայրերը եւ մեզ են կտակել դա։ Եվ այդ խոսքերը չափազանց արդիական են այսօր, երբ որ մենք հիշատակում ենք մեր մեծ հայրապետների եւ վարդապետներին։ Եվ հատկապես այս վանքում իրենց ճգնական նվիրագործումը անցած Հովհաննես Որոտնեցուն եւ Գրիգոր Տաթևացուն, որոնք այստեղ կանգնել են, շնչել են, աղոթել են եւ իրենց սրբության շունչը տակավին զգացվում է, երբ որ մենք մուտք են գործում այս կամարներից ներքո։ Եվ Սուրբ Հովհաննես Որոտնեցին, ով որ մեր ամբողջ պատմության, մեր ինքնության կերտման պատմության մեջ հզորագույն դեմքերից մեկն է, որ կարողացավ հասկանալ Աստծո արքայության մեծությունը եւ մի կողմ թողնել Տեր իշխանական ծագումը, իր ունեցվածքները, իր բոլոր հնարավորությունները եւ որպես պարզ բանական մուտք գործել վանք եւ ամբողջ կյանքը դարձնել մահվան եւ հարության շարունակական պատմություն եւ թողել մեզ այդ պատմությունը որպես կենթանի օրինակ։ Այո, նա մահացավ իր անցած կյանքի համար, թողեց իր իշխանությունը փառք, այդ հարությունը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր պատրաստական են իրենց հավատքի ընթացքը իրագործել նվիրական կերպով։ Եվ այդ նվիրումը մեզանից հեռու չէ։ Մեր առօրյա կյանքում մենք կարող ենք կամ անել այդ կամ չանել, կամ հրաժարվել մեր եսակենտրոն շահամոլական պատկերացումներից, մտքերից եւ ցանկություններից, պայքար մղել եւ Քրիստոսի խաչով հաղթել, կամ շարունակաբար ինքներս մեզ խաբել, շարունակաբար ստեղծել այն կեղծ ինքնության դիմագիծը, որը մերը չէ, բայց որով մեզ հարմար է ներկայանալ աշխարհին։ Հագնել այն որպես դիմակ եւ այստեղ եւ այնտեղ ներկայանալ եւ այստեղ եւ այնտեղ հաջողության հասնել։ Բայց մեր իրական մարդը, որ Աստծո պատկերով է ստեղծված, մտնում է հետամասում եւ կամաց հոգեվոր մահ է ապրում։ Առանց այս խոսքի, որ մենք այսօր լսեցինք Պողոս առաքյալի, մեր քրիստոնեական հավատքը եւ մեր հոգեվոր ճանապարհը լիարժեք չի լինի։ Մենք պիտի կարողանանք շարունակաբար կրել Քրիստոսի մահը մեր մարմինների մեջ, որպեսզի Քրիստոսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ եւ մենք կառուցենք Քրիստոսի մարմինը որպես եկեղեցի, ով որ ապրում է, ով որ ասելիք ունի այս աշխարհին, ով որ փոխում է մարդկանց կյանքը։ Եկեղեցին որպես կառույց, շինություն կամ նվիրապետություն մենակ չի կարող փոխել հասարակության կյանքը։ Հասարակության կյանքը փոխում է անհատների միջոցով։
Երբ որ քո քայլերի մեջ, քո խոսքերի մեջ, քո լռության մեջ, քո խոնարհության մեջ եւ իմաստության մեջ մարդիկ տեսնում են Քրիստոսի խոնարհությունը, լռությունը, իմաստությունը եւ զորությունը եւ վարակվում են այդ շնչով, որով դու փոխանցում ես իրանց այդ խաղաղությամբ, որը այս աշխարհից չէ, սիրելիներս։ Եվ մենք այսօր ավելի քան կարիք ունենք վերադառնալու մեր իրական ինքնությանը, թե որպես անհատներ, թե որպես ազգ, ժողովուրդ, Աստծո ժողովուրդ։ Մենք կտրվել ենք թե եկեղեցուց, եկեղեցու իրական խորհրդից, թե Աստծո խոսքի իրագործումից եւ պարբերաբար մեր հոգևոր տաճարը, մեր ազգային տաճարը քանդվում է, քարը քարի հետևից ընկնում է եւ մենք այդպես կամ դիտում ենք, կամ փորձում ենք մի կողմ կանգնենք եւ հասկանանք թե ինչ է լինել։ Ոչ մենք ենք կառուցողը այդ հոգևոր շինության, յուրաքանչյուրս մեկ քար ենք այդ հսկայական հոգևոր տաճարում, որի շնորհիվ մենք կպահպանվենք, մենք կանք։ Առանց մեր Սուրբ Եկեղեցու խորհրդի եւ սրբոց հաղորդակցության, շարունակության այն սրբազան ժառանգության, որ մեզ թողել այն գեղեցիկ շղթայի, որ առաքյալներից այսօր մեզ հասել եւ որ մենք պիտի շարունակենք, առանց դրա մենք կյանք չունենք, առանց դրա մենք դատապարտված ազգ ենք եւ դատապարտված անհատներ ենք։ Սակայն Աստված մեզ տալիս է այսօր այդ հնարավորությունը կրել Քրիստոսի մահը, մերցնելով մեր մեղսալից ցանկությունները եւ հարություն առնել Տիրոջ լույսի մեջ, Տիրոջ սիրո եւ ճշմարտության մեջ։ Եվ թող մեր Սուրբ Հայրերի բարեխոսությունը այսօր լինի բոլորիս հետ։ Թող դուք ոտ մուտք է գործել այս սրբավայր, մի մասնիկ իրենց սրբությունից վերցնեք եւ ձեր սրտերում ամփոփեք եւ կարողանաք դա տանել ձեզ հետ։ Վստահ եմ, որ զգում եք, որ սա ուղղակի վայր չէ, մենք պատահական չէ, որ այսօր այստեղ համախմբվել ենք։ Մենք կանչ ունենք Աստծուց, դուք ձեր տաքուկ բնակավայրերը թողել եք եւ հեռվից եկել հասել եք այստեղ ոչ թե ուղղակիորեն, ոչ թե հետաքրության համար, դուք կանչ ունեք Աստծո կողմից եւ այդ կանչը իրականություն դարձնելու առաքելությունը այսօր ձեր առջև է։ Եվ աղոթենք, որպեսզի Տերը տա մեզ այդ հնարավորությունը, որպեսզի մենք հասնենք Տիրոջ հարության լույսի, մեր սրբերի այդ բյուրավոր շարքի առաջ մենք կարողանանք առանց ամոթի կանգնել, այլ կարողանանք ձգտել նմանվելու իրանց նվիրումի եւ իրանց առաքելությանը եւ պատվով օրհնությամբ եւ մեծ սիրով անցկացնենք մեր այս կարճ կյանքը, որ Աստված մեզ տվել է Աստծո արքայությունը ժառանգելու համար, որին թող Տերը արժանացնի բոլորիդ այսօր եւ հավիտյանս ամեն։ Տիրոջ շնորհը, սերը եւ օրհնությունը թող լինի ձեզ հետ այսօր հավիտյանս ամեն։